Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող Սուրբ Հոգին, մեր միակ և ամենակարևոր առաջնորդը, ով առաջնորդում և ուղղորդում է մեզ դեպի ճշմարտությանը, թող նա գա, որպեսզի առաջնորդի մեզ, առաջնորդի ձեր սիրտը, ձեր մտքերը, որովհետև երբ նա առաջնորդում է մեր մտքերը, առաջնորդում է մեր սիրտը, մեր ցանկությունները, մենք խաղաղություն ունենք մեր ներսում։ Մեր շուրջը տարբեր պայքարներ են, խնդիրներ, դժվարություններ, և դա այն պատճառով է, որ աշխարհը չարի մեջ է։ Եվ ինչպես որ Հիսուսն ասել էր Սուրբ Հոգու մասին, նա ասել էր այսպես. ճշմարտության Հոգին, ոչ թե այն Հոգին, ով ճշմարտությունից է գալիս, այլ նա հենց ինքը ճշմարտության աղբյուրն է։ Եվ այդ ճշմարտության Հոգուն աշխարհը չի կարողանում ընդունել։ Ես մտածում էի այս խոսքերի շուրջ, կարող եք դուք նույնպես ինձ հետ միասին մտածել հիմա։ Ինչու այս աշխարհում անընդհատ պատերազմներ կան, անընդհատ խնդիրներ, դժվարություններ։ Բայց եկեք հիշենք, երբ է այս աշխարհում խաղաղություն եղել։ Ադամի և Եվայի անկումից հետո միշտ պատերազմ է եղել։ Անընդհատ մարդասպանություններ, տարբեր չար գործեր, անընդհատ անարդարություն է եղել։ Այդ առաջին մեղքից հետո աշխարհն այդպիսին է դարձել։ Եվ միշտ էլ անարդարություն է լինելու, որովհետև այս աշխարհը չարի մեջ է, այս աշխարհը սատանայից է, կամ եթե այլ կերպ ասենք, այս աշխարհը սատանայի ձեռքերում է։ Եվ անհնար է խաղաղություն ունենալ։ Անհնար է, որպեսզի այդ մարդիկ կամ այս աշխարհը խաղաղություն ունենա, եթե նրանք չեն ընդունում ճշմարտության Հոգուն։ Եթե մտածենք, առանց ճշմարտության Հոգու աշխարհն ինչպիսին է լինելու։ Պատերազմների մեջ, խնդիրների մեջ, անընդհատ վեճեր, դժվարություններ, բայց ուշադիր եղեք, դա չի նշանակում, որ դուք ինքներդ չեք կարող խաղաղություն ունենալ։ Այդ խաղաղությունը Աստծո Հոգին է տալիս։ Դուք կարող եք ունենալ այդ խաղաղությունը, և ես ավելին կասեմ, երբեմն մարդիկ մտածում են, երբ նրանք ինչ-որ որոշում են կայացնում, որոշում սրտի ցանկությունների ճնշման տակ, ձեր սիրտը, ձեր զգացմունքները այդ պահին ձեզ դրդում են, որպեսզի ինչ-որ որոշում կայացնեք։ Եվ հետո դուք ապաշխարում եք, հետո դուք ձեզ վատ եք զգում, որ ձեր սրտի ցանկության պատճառով այդպես եք վարվել։ Եվ ինչ է վերջ ի վերջո լինում։ Դրանից հետո դուք խաղաղություն չունեք, որովհետև այդ որոշումը չէր համընկնում ճշմարտության Հոգու հետ, որովհետև դուք այդ որոշումն էիք կայացրել, որը չէր համընկնում Աստծո Հոգու առաջնորդության հետ, նրա կամքի հետ, որովհետև երբ մենք կատարում ենք Աստծո կամքը, մենք խաղաղություն չունենք։ Եվ մենք նույնիսկ ունենալով Սուրբ Հոգուն, ես ձեզ հիմա մեկ փորձ կպատմեմ։ Նույնիսկ ունենալով Սուրբ Հոգուն, մարդու սիրտը թեքվածություն ունի, որպեսզի սխալ որոշումներ կայացնի։ Եվ ես ինքս այդպիսի իրավիճակի մեջ եմ եղել։ Ես օգտագործել եմ այն խոսքը, որը գրված էր գրքում, ինչպես որ Հովհաննեսի ավետարանում գրված է. Եթե իմ մեջ լինեք և իմ խոսքերը ձեր մեջ լինեն, այն ինչ որ կխնդրեք, կլինի ձեզ։ Եվ ես ասում էի. Տեր, դու իմ ներսում ես, քո խոսքը իմ ներսում է։ Ուրեմն հիմա ես խնդրում եմ քեզանից, որպեսզի դու տաս ինձ այն, ինչ որ ցանկանում եմ։ Եվ ինչ տեղի ունեցավ, Աստված տվեց ինձ։ Բայց մի քանի ժամանակ հետո ես նկատեցի, որ իմ ներսում ընդհանրապես խաղաղություն չունեմ։ Իմ սիրտը շատ գոհ էր, բայց միտքս ընդհանրապես գոհ չէր։ Ես խաղաղություն չունեի, որովհետև այդ պահին ես իմ սրտի ցանկություններն ավելի վեր դասեցի։ Իհարկե դրանից հետո ես հասկացա, թե ինչպես պետք է ճիշտ վարվեմ։
Բայց այդ ժամանակ մի պահ եկավ, եւ ես հասկացա, որ հիմարություն եմ արել։ Բայց ես արդեն խոսք էի տվել, արդեն ամեն ինչ կազմակերպել էի։ Ինչպես կարող եմ այդ իրավիճակը փոխել։ Ինչպես կարող եմ հետ վերցնել իմ տված խոսքը։ Ուրեմն, պետք է այդ ամոթանքի միջով անցնեմ, պետք է նվաստանամ որոշ տեղեր, բայց փոխեմ այդ իրավիճակը, որպեսզի կատարեմ Աստծո կամքը։ Նույնիսկ եթե սիրտս ինձ լավ չի զգում, նույնիսկ եթե այդ իրավիճակում պետք է նվաստանալ, պետք է ինչ-որ տեղ ամաչել։ Կարևորն Աստծո կամքը կատարելն է։ Ուրեմն իմ ընկերներ, երբ մենք ունենք Սուրբ Հոգուն, ճշմարտության եւ հավատի Հոգուն, մենք ունենք վստահություն, որ Աստված մեզ հետ է։ Մենք խաղաղություն ունենք, բայց երբ չկա վստահություն, մարդիկ շատ հաճախ ասում են եպիսկոպոս. ինչպես հասկանամ, ունեմ Սուրբ Հոգուն, թե ոչ։ Երբ դուք ունեք Սուրբ Հոգուն, դուք ոչ մի կասկած չունեք։ Ոչ մի փոքր կասկած։ Մարդը գիտի, որ նա ունի Սուրբ Հոգուն։ Հենց ինքը Սուրբ Հոգին տալիս է այդ հաստատումը, այդ վստահությունը։ Ուրեմն մարդը, ունենալով Սուրբ Հոգուն, խաղաղություն ունի։ Եվ իսկական հավատն այն է, իմաստուն հավատն այնպիսին է, երբ մարդը ամեն ինչ մտածում է։ Նա չի գնում իր սրտի ցանկությունների հետևից։ Ուշադիր եղեք, հավատը ոչ մի կապ չունի կրոնական ծեսերի հետ, երբ մարդիկ ավտոմատ կերպով արդեն ինչ-որ ծեսեր են կատարում, դա հավատի հետ ոչ մի կապ չունի։ Իրական հավատն այն է, երբ դուք հավատում եք Աստծո խոսքին, դա ձեր մտքում է, դուք հավատում եք և 100%-ով խորանում եք նրա մեջ, ինչին հավատում եք, ամբողջությամբ վստահում եք դրան, որովհետև Սուրբ Հոգին խաղաղության միջոցով ձեզ հաստատում է տալիս։ Բայց երբ չունեք խաղաղություն, գիտեք, նույնիսկ եթե դուք Սուրբ Հոգուն ունենաք, եթե Սուրբ Հոգին ձեզ ասում է ինչ-որ բան, և դուք չեք կատարում, դուք խաղաղություն չեք ունենա, եթե դուք չեք կատարում նրա կամքը, եթե նա ձեզ առաջնորդում է և դուք չեք հնազանդվում, եթե Աստված ձեզ տարբեր նշաններ է տալիս, որ դա նրա կամքով չէ, ուրեմն պետք է ներողություն խնդրել, պետք է փոխել այդ իրավիճակը։ Երբ դուք գիտակցում եք, նույնիսկ ես օգտագործել էի խոսքը, որպեսզի Աստծուց օրհնություն ստանամ, և ես ստացել էի։ Այն խոսքը, որտեղ Աստված այլ խոսքերով ասում էր. եթե իմ խոսքերը և իմ կամքը ձեր ներսում լինի, ինչ որ դուք խնդրեք, ես կտամ ձեզ։ Եվ այդ պահին ես ստիպված էի ասել. Տեր, ինչ որ ես խնդրել եմ, ինչ որ ես ստացել եմ, ես սա չեմ ցանկանում, հեռացրու սա ինձանից, որպեսզի քո կամքը կատարեմ։ Եվ Աստված փրկեց ինձ։ Նա ինձ խիզախություն տվեց, որպեսզի այն, ինչ որ ես արդեն խոստացել էի, հրաժարվեմ դրանից, միայն որպեսզի Աստծո հետ խաղաղություն ունենամ, որովհետև երբեմն, որպեսզի Աստծո հետ խաղաղություն ունենաք, հարկավոր է ինչ-որ խնդիրների մեջ մտնել, որովհետև այս աշխարհը չի ընդունում ձեր հավատը։ Այս աշխարհը չի համաձայնվում, որպեսզի դուք Սուրբ Հոգուն ունենաք, որովհետև աշխարհում խաբեության ոգին է։ Եվ ինչպես խաբեության ոգին կարող է մոտ լինել ճշմարտության հոգու հետ։ Ուրեմն մենք այստեղից հասկանում ենք, թե ինչու աշխարհում շատ խնդիրներ կան, շատ պատերազմներ, որովհետև աշխարհը չի ընդունում ճշմարտության հոգուն։ Եվ եթե աշխարհը չի ընդունում ճշմարտության հոգուն, ուրեմն աշխարհում խաբեության ոգին է, և դրա պատճառով էլ շատ խնդիրներ կան աշխարհում։ Իհարկե, միայն այն ժամանակ կլինի խաղաղություն, երբ մեր Տեր Հիսուսը կվերադառնա աշխարհ, և այդ 1000 տարին կթագավորի այստեղ։ Գրված է. երբ Սատանան կբանտարկվի 1000 տարով, այդ ժամանակ աշխարհը 1000 տարվա ընթացքում խաղաղություն է ունենալու, որովհետև Տեր Հիսուսը իր ծառաների և հրեշտակների հետ միասին թագավորելու է։ Ուրեմն իմ ընկերներ, հարկավոր է ընդունել, որ պատերազմը միշտ էլ լինելու է։ Այդ խնդիրները, ճնշումները միշտ էլ լինելու են։ Երբ մահանում են երեխաները, մահանում են երիտասարդները, ծերերը, այդ ամենն աշխարհում շարունակվում է։
Եվ այդ ամենը այն պատճառով է, որ աշխարհը չի ընդունում ճշմարտության հոգուն։ Եվ ես կարող եմ դրա մասին խոսել, կարող եմ այդ տարբերությունը տեսնել, որովհետև ես արդեն այդքան փորձ ունեմ, որքան ժամանակ է ապրում եմ եւ ունենալով Սուրբ Հոգուն, ես կարող եմ տարբերել դա, որովհետև նա առաջնորդում է մեզ ամեն տեսակի ճշմարտության։ Եվ ես դրա մասին խոսում եմ, հիշելով այն օրերը, երբ շատ դժվար էր ապրել, իմ միտքը եւ իմ սիրտը այդ վիճաբանության մեջ էին։ Սիրտս երջանիկ էր, բայց միտքս հանգիստ չուներ։ Շատ փոքրիկ կասկած կար, բայց այդ փոքրիկ կասկածը ինձ հանգիստ եւ խաղաղություն չէր տալիս։ Մինչև այն պահը, երբ ես չարթնացա, չբացեցի աչքերս եւ սկսեցի կատարել Աստծո կամքը։ Թողեցի իմ սրտի ցանկությունները, զոհեցի իմ սրտի ցանկություններով, որպեսզի Աստծո հետ խաղաղություն ունենամ։ Ուրեմն այն ճշմարտության հոգին, հավատի հոգին, որ Աստված տալիս է մեզ, նա մեզ այդպիսի ունակություն է տալիս, այդպիսի զգացողություն, որպեսզի մենք մեր միտքը, ճիշտ որոշումը, Աստծո կամքը տարբերենք մեր սրտի ցանկություններից, տարբերենք այն բանից, որը սխալ է, որովհետև Աստված չի ստիպում մեզ կատարել նրա կամքը։ Նա ցույց է տալիս նրա կամքը, եւ ով ցանկանա կկատարի այն։ Ով որ ցանկանում է, հնազանդվում է, իսկ ով չի ցանկանում, տառապում է դրա հետևանքներից։ Եվ սա ինչ-որ կրոնական ուսուցում չէ, սա նրա մասին է, թե ինչպես պետք է ապրել, ինչպես ճիշտ ապրել եւ կատարել Աստծո կամքը։ Այդ նույնը կապված է նույնպես նրանց հետ, ովքեր ցանկանում են ընտանիք ստեղծել, ցանկանում են ամուսնանալ։ Եթե դուք սխալ որոշում կայացնեք, այդ սխալ որոշման հետևանքները, ձեր սխալ ամուսնական կյանքը ազդելու է հետո ձեզ վրա եւ շատ վատ հետևանքներ են լինելու։ Ուրեմն ուշադիր եղեք։ Հինգշաբթի օրերին մենք ունենք օնլայն ծառայություններ սիրո թերապիայի մասին։ Այդտեղ դուք կսովորեք իմաստուն հավատին եւ նույնպես իմաստուն սիրուն։ Ինչպես որ Աստված ստեղծեց ամեն ինչ, իսկ հետո ստեղծեց Ադամին եւ Եվային, որպեսզի նրանք մեկ մարմին լինեն։ Եվ դա հավիտյան է, դա ժամանակավոր չէ։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ վաղը, Փառք Աստծուն։